Բարի լույս։ Բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ, այսօր ապրիլի 28-ն է, օրը երկուշաբթի։ Այո, շատ բարի առավոտ մեր սիրելի հեռուստադիտողներ, միասին նոր աշխատանքային շաբաթ ենք սկսում ու վստահ ենք, որ հագեցած հյուրաշատ եթերները այս շաբաթ էլ կհաջորդեն մեկը մյուսին, այսօր երկուշաբթի է։ Իհարկե, սկսեցինք աշխատանքային շաբաթը, իհարկե վաղուց եղանակի մասին չենք խոսում։ Նախ չենք էլ հասցնում եւ հետո մի փոքր կարծես թե ցանկություն էլ չկար անձրևային օրերը հաջորդում էին միմյանց, բայց հոգ չէ, երևի թե լավատեսությամբ զինվենք, ջրում են ծառերը, որպեսզի բերքարատ տարի լինի մեզ համար։ Եվ ի վերջո հիշեք, որ մեկ ամիս հետո բողոքելու ենք շոքից, վայելենք այս հանքավանի եղանակը, ես երեք հասկացա, որ սա հանքավանի եղանակ է, որ երեկոյան գնում են զբոսնելու։ Ճիշտ է, օդի ջերմաստիճանը մի քանի աստիճանով բարձրացել է, բայց կարծես թե առաջիկա օրերին մայրաքաղաքում հանրապետության մի շարք շրջաններում ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն։ Հուսանք, որ ապրիլյան անձրևներով կսահմանափակվեն տեղումները եւ մայիսին արդեն մենք կվայելենք գարնանային ջերմ օրերը ու կսկսենք մի քիչ էլ դժգոհել արդեն շոքից։ Դե հուսանք։ Հույսով հավատով սպասենք։ Այսքան եղանակի մասին, իսկ հիմա պատմենք համեղ նախաճաշի մասին եւ ներկայացնենք երևի թե մեր ամենահամեղ, այո, գործընկերներից մեկին։ Դες ենք ներկայացնում մեր գործընկերոջը Դարոյինգ ընկերությանը, որը հայկական շուկայում հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող լավագույն ընկերություններից մեկն է եւ շուրջ 27 տարի է ինչ սպառողին ներկայացնում է ավելին քան 200 անուն քաղցրավենիք։ Դարոյինգի արտադրանքը հիմնված է բացառապես բարձր որակի ապահովման եւ համի պահպանման վրա։ Ընկերության արտադրած քաղցր ձողիկները շատերի մանկության անբաժանելի մասն են կազմում, իսկ արդյունք հերոսը Դենին դարձել է ընկերության խորհրդանիշներից մեկը։ Ուրախությամբ տեղեկացնենք, որ Դարոյինգ ընկերությունը Դենի ապրանքանիշով նոր շարք է ներկայացնում, այն ներառում է շոկոլադապատ սնկիկներ, կրուասաններ, բիսկվիտներ, կեքսեր, որոնք իրենց համով բարձր որակով, գեղեցիկ փաթեթավորմամբ նպատակ ունեն շարունակելու բրենդի հարուստ պատմությունը։ Ի ուրախություն ծնողների Դենի տեսականին իդեալական տարբերակ է երեխաների դպրոցական ընդմիջումների, լանչերի, ընկերներին հյուրասիրելու եւ պարզապես համեղ պահերի համար։ Դե ինչ այժմ ներկայացնենք օրվա թեմաներին, կրկին հյուրաշատ հագեցած եթեր ենք ունենալու։ Նախ մեր հյուրերի հետ կզրուցենք մայիսի 2-ին եւ 3-ին կինոյի տանը կայանալիք Հայաստան պատմությունը պարերում պարային ներկայացման մասին, որի ընթացքում կներկայացվեն Քոչարի, Բերդ, Յարխուշտա եւ այլ ազգային պարեր առաջատար հայ պարողների եւ պարային խմբերի կատարմամբ։ Շատ հետաքրքիր կենթանի հնչողությամբ ուղեկցվող յուրահատուկ պարային ներկայացման մասին մանրամասն կպատմեն մեր հյուրերը։ Եվ հետո յուրաքանչյուր տարի մայիսի 9-ին նշվում է Եվրոպայի օրը։ Տոնի կապակցությամբ Հայաստանում եւս կազմակերպվում են տարատեսակ հետաքրքիր ու վառ միջոցառումներ։ Այդ արդիվ տաղավարում կհյուրընկալենք Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան նորին գերազանցություն Վասիլիս Մարագոսին եւ նրա հետ առավել մանրամասն կզրուցենք այս ամենի մասին։ Այնուհետև մենք տեղափոխվենք մարզաշխարհ եւ կանրադառնանք Մեղրիում սպասվող ճապոնական շոտոկան կարատեի հայաստանյան գավաթի բաց առաջնությանը, սպասվող մրցաշարի, մրցակիցների, մարզիկների եւ հետաքրքիր մանրամասների մասին, իսկ այսօր Armenia TV-ի եթերում մեկնարկում է սպասված Գիտունոիդ 2-ը, արդեն իսկ սիրված կերպարների կողքին կհայտնվեն նոր հերոսներ, ինչպես յուրաքանչյուր հեքիաթում է լինում, ինչ որ հերոսները կպակասեն։ Զվարճալի պատմություններ կտեսնենք, ինչպես միշտ ամբողջովին նոր Գիտունոիդ 2-ի մասին կզրուցենք սիրված եւ տաղանդավոր դերասանական կազմի հետ։ Հագեցած եթեր է սպասվում, ինչպես հասկացաք։ Նաեւ չենք մոռանալու եւ կթերթենք մեր մշտական էջերը, կլսենք հոգեբանական կարևոր հարցերից մեկի պատասխանն ու կզրուցենք, կպարզենք օրվա բաղադրատոմսը, կզրուցենք Սաթենիկի հետ այսպես հերավար կարգով, ամադույթի համաձայն այսօր երկուշաբթի է եւ Սաթը Խոհանոցում մենակ չէ, որովհետեւ գիտեք նրան միանում է Էլիզան եւ շատ հետաքրքիր ճաշացանկ է մեզ առաջարկում, թե ինչ են նրանք այսօր առաջարկելու, կպարզենք այսօր, բայց մինչեւ նրանց ողջունելը սիրով ներկայացնենք մեր համեղ գործընկերոջը Աթենք մսամթերքի ընկերությանը, որը ոլորտի բացարձակ առաջատարն է։ Արդեն 3
տասնամյակից ավելի ընկերությունը բազմաթիվ ընտանիքների առօրյայի մի մասն է դարձել եւ հաստատուն քայլերով զարգացնում է հայաստանյան սննդամթերքի շուկան։ Որպես օրվա լավագույն սկիզբ եւ հագեցնող նախաճաշ առաջարկում ենք օրը սկսել եւ օդը սկսել աթենքի սարդելկաներով, որոնք սննդարար են, համեղ, պատրաստված են բացառապես հատնտիր մսակտորներից։ Աթենքի սարդելկաները յուրաքանչյուր հավաքույթ, ընդմիջում կամ ընթրիք կդարձնեն առավել համեղ։ Եվ չնայած նրան, որ սարդելկան ստեղծվել է 19-րդ դարում Գերմանիայում որպես արագ սննդի լուծում, այսօր Աթենքը այդ գաղափարը հասցնում է մի նոր մակարդակի, ավելացնելով ինքնատիպ համեր, հատուկ ընտրված բաղադրիչներ, անսահման սեր եւ իհարկե հոգատարություն։ Դարձրեք ձեր օրը Աթենքի հետ առավել համեղ, իհարկե հաշված րոպեներում։ Այո, մեր խոհանոցը հարգելի հեռուստադիտողներ կրկնակի հաջողակ է, որտեղ Սաթենիկին այսօր միացել է Էլիզան։ Ինչքան հաճելի է, որ գեղեցիկ խոհանոցում երկու գեղեցիկ կանայք պետք է ստեղծագործեն։ Այ թե առավոտ է սկսվել։ Բարի առավոտ Էլիզա, բարի առավոտ Սաթենիկ։ Բարի առավոտ Արտակ, Անահիտ, բարի լույս հավատարիմ հեռուստադիտողներ, բարի լույս Էլիզա։ Երկու կանայք խոհանոցում ասում են, որ խանգարում են, արի ու տես, որ մենք կարծրատիպը կոտրել ենք լրիվ։ Ես ասացի կա խանգարում են։ Ասում եմ լրի եւ նա կպատմի ճշմարտությունը։ Մենք լրացնում ենք մեկս մյուսին։ Լրացնում ենք, ավելին ասեմ, քանի որ պրոֆեսիոնալ սննդաբան, պրոֆեսիոնալ մարզիչ, ես կարողանում եմ սովորել շատ բաներ օգտվելով խորհուրդներից, եւ մենք շատ ուրախ ենք, որ այսօր էլ մեր գաստրոնոմիական ճանապարհորդությունը անցնելու ենք միասին, բացահայտելու ենք նոր բաղադրատոմս, նոր համեղություն եւ իհարկե օգտակար։ Այո, այսօր առաջարկելու եմ պատրաստենք նախաճաշ, իսկ արդեն նշեցիք, որ օգտակար, նաև շատ արագ պատրաստող սպիտակուցների համադրություն, բջջանյութ եւ իդեալական առավոտը ապահովված է, եւ որ ամենակարևորն է, շատ արագ է պատրաստվում։ Կարող ենք մենք առավոտյան ուղղակի այս բաղադրիչները այսպես արագ խառնել, դնել ջեռոցը եւ տնից դուրս գալուց առաջ սնվել ու դուրս գալ։ Շատ արագ է պատրաստվում։ Մի կտորել վերցնել ճանապարհին, եթե զգացողություն լինի, փորձենք բաղադրիչները թվարկենք։ Ունենք հավի կրծքամիս, կատնաշոր, ունենք եգիպտացորեն, բանջարեղեն։ Ես միշտ նախընտրում եմ, եթե մենք ջեռոց ենք դնում լոլիկ, որովհետև ինքը հյութը այսպես դուրս է գալիս եւ շատ համեղ է ստացվում, հայկական կանաչիներ եւ ունենք պարմեզան պանիր։ Եվ այս ամենը այսպես գեղեցիկ համադրելու ենք, դնենք ջեռոցում, շատ արագ, այո, սիրով, համեմենք սիրով նաեւ։ Այ ինձ հետաքրքիր է, ասեցիր համեմենք, համեմունքներին անդրադարձ կատարենք, քանի որ մենք ունենք հավատարիմ գործընկեր, Տոնյանց Family Company-ն առաջարկում է բազմազան յուրօրինակ համեմունքներ, խնդրում եմ ինձ խորհուրդ տուր։ Այս բաղադրատոմսի համար ինչ համեմունք է հարկավոր, ես էլ փնտրեմ այս լայն տեսականոց գտնել այն, ինչ որ մեզ հարկավոր կլինի։ Կարմիր քաղցր պղպեղ, Սաթենիկ։ Կարմիր քաղցր պղպեղ, գտա։ Էլ ինչ է հարկավոր։ Կարծում եմ օրեգանո։ Շատ բարի, հիմա պետք է, ահա, դա էլ գտա։ Բավական է։ Այո։ Ահա։ Օրեգանո, կարմիր քաղցր պղպեղ, այսօրվա մեր համեղ բաղադրատոմսի համար Էլիզան արդեն անցել է աշխատանքի, հավի կրծքամիսը մազ բաժանում է, ես էլ սիրով ներկայացնեմ մեր գործընկերոջը, իհարկե խոսքը Տոնյանց Family Company-ի մասին է։ Հարգելի հեռուստադիտողներ, շուրջ 20 տարի Տոնյանց Family Company-ն Զալատոյե Տիեստա ապրանքանիշի մշտապես թարմացվող տեսականին, յուրահատուկ դիզայնը, հարմարավետ ու ժամանակակից փաթեթավորումը դարձնում է Զալատոյե Տիեստա ապրանքանիշը ոչ միայն հուսալի ընտրություն, այլ կատարյալ լուծում յուրաքանչյուր խոհանոցում ցանկացած ուտեստի համար։ Չմոռանամ ասել, որ արդեն հասանելի են Մասիս ապրանքանիշի կրոպեղենը։ Ուրախությամբ նշեմ։ Եվ մեր հեռուստադիտողներին էլ շտապ եմ ուրախացնել, որ արդեն իսկ վաճառվում է բոլորիս կողմից սիրված օգտակար քինոան։ Բացի այս, նաև հրաշալի ակցիա է գործում։ Գնելով 1 տուփ չիայի սերմեր, կստանաք նվեր 1 տուփ քինոա։ Սիրով նշեմ նաև, որ առաջին անգամ շոկայում նոր առաջարկ Զալատոյե Տիեստա ապրանքանիշի կողմից շեֆ խոհարարների եւ բոլոր խոհանոցների համար հատուկ ճիշտ պահպանվող հերմետիկ զիպփականներով 1 կիլոգրամանոց փաթեթներ, որոնք թույլ են տալիս չտեղափոխելով այլ տարաների մեջ պահպանել համն ու հոտը շատ երկար ժամանակ, ինչը համեմունքների համար անփոխարինելի առավելություն է համարվում։ Սա իսկապես հրաշալի լուծում է խոհարարների համար։ Փաթեթները կարող եք գնել խանութներից կամ պատվիրել համագործակցություն զանգահարելով 099 99 04 66 եւ երկրորդ հեռախոսահամարը 094 60 84 14 հեռախոսահամարով։ Այ Էլիզա, ինձ մոտ հարց առաջացավ։ Մենք այստեղ ունենք կատնաշոր, կատնաշորը հիմնականում սպիտակ
սպիտակուցների աղբյուր է։ Այո, մենք այստեղ երկու կենթանական սպիտակուց ենք այսպես համադրելու, այո։ Ես միշտ շեշտում եմ, որ եթե մենք կենթանական սպիտակուցները համադրում ենք, ցանկալի է որ դա լինի օրվա առաջին կեսում, որովհետև երկու կենթանական սպիտակուցները մեր օրգանիզմի մեջ միառժամանակ չեն յուրացվում օրգանիզմի կողմից։ Մեկը այսպես ասած սպասում է, մինչև մյուսը ամբողջությամբ յուրացվում է, մարսվում է, նոր անցնում է մյուսին, իսկ այդ ընթացքում մյուսը հնարավոր է մի քիչ ավելի վատ տոքսիններ առաջացնի։ Հետևաբար ես միշտ առաջարկում եմ փակվածություն, այո, դե արդեն իր հետևանքները, տոքսինները բերում են արդեն իրենց վատ հետևանքները, եւ եթե մենք դա համադրում ենք օրվա առաջին կեսին, հետևաբար մեր օրգանիզմը ժամանակ է ունենում, մինչև մեր արդեն հանգստի ժամը գալը ամբողջությամբ յուրացվի եւ դատարկի ստամոքսը։ Հետևաբար միշտ ուշադիր լինենք, որ եթե ընթրիքի ժամ է, ընթրիքին երկու կենթանական սպիտակուցը չհամադրենք։ Դա նույնն է միսը պանրի հետ, որ շատ սիրում են։ Հիմա դուք այնպիսի բաներ եք ասում։ Մենք երբ որ ունենում ենք առիթ հայկական խոհանոցում, սեղանին ամեն ինչ կա։ Բազմազ ժաներ ու բոլորն էլ ուտում են այդ ամենը։ Այո։ Կերան միսը, պանիրը կերան, աղցաները կերան, քաղցերը կերան, սուրճով։ Ինչ որ ինչ է կատարվում ներսում։ Համադրվում են բոլոր անհամատեղելի մթերքները, ու ես չեմ ուզում պատկերացնել ինչ է կատարվում ներսում, եւ հետեւաբար հետս հետե տարիների ընթացքում աճում են հիվանդությունների շարքը, հենց հիմքը հանդիսանում է այդ ոչ ճիշտ համադրությունները։ Սա շատ կարևոր համադրություն է, եթե մեր հեռուստադիտողները այսուհետ ֆիքսեն, որ գոնե երեկոյան ժամերին երկու կենթանական սպիտակուցները չհամադրեն, բավականին մեծ քայլ արած կլինենք մենք միասին սա։ Օրինակ այդ ամենին դուք տիրապետում եք, ոնց եք կարողանում, հասկանում եմ գիտակցությունը, գիտակցականը ձեր մոտ երկրորդ, երրորդ երգրեմ որ պլանում են, ոնց եք կարողանում, ինչպես եք հասել, խորհուրդ տվեք, որովհետև իսկապես դժվար է նույն հեռուստադիտողին, ով այս պահին մեզ դիտում է եւ կարողանա օրինակ ուշ ժամի եկել է տուն, դժվարանում է հրաժարվել, ուզում է ուտել այն իր սիրելի ուտեստը, որը կա սառնարանում։ Միանշանակ խորհուրդ եմ տալիս շատ կարդան, շատ ուսումնասիրեն, ու երբ որ դու իսկապես գիտակցական մակարդակով հասկանում ես, որ դու այն ինչ ուտում ես, դա քեզ բավականին մեծ վնաս է հասցնում, մենք այսպես սովոր ենք ուղղակի ասել, վնաս է հասցնում ու անցնենք առաջ, բայց ինչ վնաս է հասցնում, հատկապես որ օրգան համակարգին, հատկապես ինչի հետևանքով, եւ այսպես որ ուսումնասիրում ենք, վերջում հասկանում ենք, որ մենք դա չենք ուզում ուտենք, որովհետեւ այդ գիտակցական մակարդակը մարդու բարձրանում ու հասկանում ես, որ չէ, եթե սա այսքան պետք է ինձ վնասի, ես դա կուտեմ առավոտյան ու ոչ մի վնաս չեմ հասցնի իմ օրգանիզմին։ Կարծում եմ այս դեպքում եւս խորհուրդ կտամ շատ ուսումնասիրեն, հետևեն մեզ յուրաքանչյուր երկուշաբթի օր։ Այո, դեռ սպասում եմ որ ասեք, այո։ Այո, մեր սիրելի երկուշաբթին է, որ հենց տարտ է այն հեռուստադիտողների համար, ովքեր մի քիչ տարակուսանք ունեն, չգիտեն ինչ անեն, այ հետևում ենք խորհուրդներին եւ իհարկե սկսում ենք ճիշտ սնվել, առողջ սնվել, հետագա մեր առողջ կյանքը ապահովելու համար։ Թույլ տուր ներկայացնեմ մեր մյուս գործընկերոջը, խոսքը դարույնքի մասին է։ Մեր հեռուստադիտողները շատ սիրում են սուրճի հետ քաղցր վարել։ Մեր գործընկերը առաջարկում է լայն տեսականի, այս պահին ձեր էկրաններին են, ասեմ, որ շարունակելով արտադրական ակտիվ գործունեությունը, Դարույնքի սիրելի քաղցրավենիքները վերադարձել են նոր տեսքով, խրթխրտան եւ շատ համեղ։ Շոկոլադե, կիտրոնի, շոկոլադի եւ պնդուկի, կատնաշոկոլադային եւ կատնային վաֆլիները, ինչպես նաեւ թարմ քաղցրաբլիքները այժմ ավելի գեղեցիկ, հարմար փաթեթավորմամբ ձեր եւ ձեր երեխաների համար։ Իսկ առաջարկվող համային լայն տեսականին կամբողջացնի ընտանեկան եւ ընկերական երեկոները լցնելով դրանք քաղցրությամբ եւ ջերմությամբ։ Նշենք նաեւ, որ տեսականին արկա է բոլոր վաճառակետերում։ Սիրելի հեռուստադիտողներ, վստահ եմ, որ դուք մնալու եք մինչև եթերի վերջ, որովհետև պատրաստման ընթացքը Էլիզա ներկայացնելու է։ Ես կփորձեմ կողքից օգնել, դե իհարկե մենք ունենալու ենք գերհագեցած եթեր, հետաքրքիր թեմաների շուրջ գործընկերներս հյուրասրահում զրուցելու են։ Խոսքը տեղափոխենք գործընկերներիս։ Մենք էլ սկսենք մեր համեղ ուտեստի պատրաստման ընթացքը։ Շնորհակալություն, Սաթենիկ, շնորհակալություն եւ հիմա առաջարկում ենք դիտել գովազդ, քանի որ այսօր շատ հյուրաշատ է, որպեսզի փորձենք բոլորին հերթով դիմավորել։ Իհարկե, դիտենք գովազդ ու վերադառնանք։ Բարի առավոտ։ Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, իհարկե բոլոր նրանց, ովքեր հենց այս պահին միացան մեզ, ամեն տարի մայիսի 9-ին նշվում է Եվրոպայի օրը։ Տոնի կապակցությամբ Հայաստանում եւս կազմակերպվում են տարատեսակ հետաքրքիր ու վառ միջոցառումներ, այս տարի այդ ամենը մեկնարկելու է մայիսի 6-ից սպասվող տոնակատարությունների, կարևոր նորությունների, հետաքրքիր իրադարձությունների մասին կզրուցենք մեր հյուրերի հետ։ Դե ինչ մեր հյուրն է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան, նորին գերազանցություն Վասիլի
Էլիս Մարագոսինը, հաղորդակցության հարցում մեզ կօգնի թարգմանչուհի Վարդուհի Սարգսյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Welcome to Armenia։ Բարի լույս։ Ուրախ ենք ձեզ հյուրընկալել։ Շնորհակալություն, որ այստեղ եք Հայաստանում եք եւ հյուրընկալվել եք մեր տաղավարում։ Դե ինչ, պարոն դեսպան, սկսենք մեր զրույցը եւ այսպես այս տարի Եվրոպային նվիրված շատ հետաքրքիր տոնակատարություններ անցկացվելու ԵՄ Հայաստան մշակութային կամուրջ խորագրի ներքո, ասացեք խնդրեմ, ինչ ուղերձ եք ցանկանում փոխանցել այս խորագրով եւ ինչ միջոցառումներ են նախատեսված այս շրջանակում։ Dear Ambassador, this year Europe Day celebrations will be held under the theme EU Armenia Cultural Bridge. What message do you aim to convey through this theme and what events are planned as part of the celebration? Բարի լույս բոլորին։ Շնորհակալություն. Thank you very much for inviting me to your excellent program. I'm particularly thrilled to be here with you today because actually through the Europe Day we want to pass a very strong message of being together, of partnership. We are a very important, strong partner of Armenia. We are here to support lots of initiatives that Armenian citizens, but in particular creators, cultural actors are taking in Armenia. And through a number of initiatives that we are going to organize not only in Yerevan but also in Gyumri, in Gavar, in Oshakan, in Vaik. And sorry for translation and that way. Yeah. Can continue. Translating. Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ ինձ հյուրընկալելու համար, շատ ուրախ եմ լինել ձեր այս հրաշալի ծրագրի հյուրը եւ Եվրոպական միության եւ ԵՄ օրը նշելով մենք շատ հզոր ուղերձ ունենք հղելու հանրությանը, դա այն է, որ մենք միասին ենք։ Միասին լինելը մեր հզոր գործընկերության դրսևորումն է։ Իրականացվում ենք մի շարք նախաձեռնություններ տարբեր ոլորտներում, բայց մասնավորապես ստեղծարար, ստեղծագործ ոլորտի ներկայացուցիչների համար եւ օգնում ենք ստեղծագործողներին իրենց դրսևորումները գտնել Հայաստանում հայ ստեղծագործողների համար։ Նախաձեռնության Եվրոպայի օր միջոցառումների շրջանակներում միջոցառումներ են իրականացվելու ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Գավառում, Օշականում եւ այլ վայրերում։ And these initiatives, these programs we are going to present are going to show how rich is our partnership, first of all, but also how much the culture of Armenia and the cultures of the European Union peoples, the member states, our citizens are intertwined and united. Եվ նախաձեռնությունները, որոնք իրականացնելու ենք, ցուցադրելու են մեր շատ հարուստ գործընկերությունը եւ հարուստ մշակութային ժառանգությունը եւ հայ մշակույթի մասին է խոսքը եւ Եվրոպական միության անդամ պետությունների մշակութային ժառանգությունը եւ այդ մշակույթների փոխկապակցված լինելը։ In one particular event that we are going to organize in Freedom Square in Yerevan, we are going to showcase, first of all, cultural groups, in particular folk groups from a couple of member states of the European Union, but also some modern music from Armenia. But also we will showcase a lot of projects, a lot of initiatives, a lot of activities. We have more than 50 booths, which will show what the partnership is bringing to concrete people in Armenia. Այն հիմնական միջոցառումը, որ իրականացվելու է Ազատության հրապարակում, այն ներառելու է մի շարք մշակութային խմբերի ներկայացումներ, Եվրոպական միության ազգային մշակութային ներկայացումներ եւ նաեւ հայաստանյան, հայ ժամանակակից երաժշտական ներկայացումներ եւ ոչ միայն մենք ունենալու ենք ավելի քան 50 տաղավարներ, որտեղ ներկայացված են լինելու Եվրոպական միության կողմից իրականացվող ծրագրերը, նախաձեռնությունները եւ դա եւս մեկ անգամ դրսևորելու է եւ ցուցադրելու է մեր հզոր գործընկերությունը։ And we are going to show also a very nice performance, very interactive, very interesting, very simple actually. This is the performance, a performance which is called This is Europe, Sa Evropan E. And this is going to be shown in Yerevan, in Gyumri and in Gavar. We are going to have a
small group of Belgian actors who are going to present the history of European integration in very simple facts. And I hope that the public is going to like this. Եվ նաև ներկայացում ենք ցուցադրելու մի փոքր բեմական ներկայացում, բեմադրություն, որը լինելու է պարզ, բայց շատ ինտերակտիվ եւ վերնագիրը խորագիրն է This is Europe, սա Եվրոպան է եւ ներկայացումը ցուցադրվելու է Երևանում, Գյումրիում եւ Գավառում։ Ներկայացման մասնակիցներն են, ցուցադրողներն են բելգիական դերասաններ, բելգիացի դերասաններ, որոնք այստեղ են եւ ներկայացնելու են եվրոպական ինտեգրման պատմությունը շատ պարզ ձևով։ Կարծում եմ, որ դիտողները կհավանեն։ Մենք էլ ենք վստահ, որ կհավանեն մեր հանդիսատեսը։ Պարոն դեսպան, ինչպես նշեցիք, մշակույթը շատ կարևորվում է այս պարագայում եւ այն հանդիսանում է երկրների միջև ամուր կապը, իսկ այդ կապը, ինչպես ասացիք, կամուրջների միջոցով է հաստատվում։ Այ օրինակ, եթե որևէ եվրոպացի գործընկերոջ տանեիք Հայաստանում մշակութային կամուրջ ցուցադրելու, որը կլիներ դա։ As you rightly mentioned, the culture plays a building role in your Armenian relations and contributes to the strengthening of the partnership. Imagine you have a guest from Europe in Armenia. Which would be the sites you would like to show in Armenia? It's a very difficult question. It's a very nice but very difficult question. Because there is so much to see in Armenia. On the other side, many people do not have so much time. The guests sometimes are coming, they are have very limited time, so one has to be very selective. So I think that people can have a very nice time in Armenia, having a cultural visit, even if it is just for a weekend or even for one day. But the same, I would say also if they come for 1 month, because there is so much to see. Որպես կանոն հյուրերը, այցելուները չեն ունենում շատ ժամանակ եւ ընտրությունը վայրերի հետ կապված պետք է իրոք շատ զգուշորեն իրականացվի, բայց եւ այնպես Հայաստանում այնքան շատ են հաճելի վայրերը, տեսնելու վայրերը, որ կապ չունի դա լինի մեկ շաբաթ կիրակի այցելության ընթացքում, թե մեկ ամիս լինելու, ամբողջ օրակարգը կարելի է հագեցնել գեղեցիկ տեսարաններ դիտելով մշակութային վայրեր. But I think it is very important that people visit the History Museum, visit the Matenadaran. We cooperate actually with both of them. Recently in Matenadaran we had the pleasure and the honor to help the hosting of one very important congress of preservation of manuscripts. There is a rich manuscript tradition, but also rich expertise in Armenia for the preservation and the collection of these manuscripts. And actually I would like to invite all the Armenian families to visit this alchemist's laboratory, which has been also created in Matenadaran. It's a very interactive, very nice showcasing of how the chemists and the pharmacopoeia was working in the Middle Ages in Armenian cities, in Armenian villages, in Armenian courts, and we are very happy and honored that we have supported this. Շատ կարևորում եմ եւ շատ տպավորիչ է հատկապես Մատենադարանը եւ պատմության թանգարանը եւ ըստ էության մենք երկու նրանց հետ համագործակցություն ենք իրականացնում եւ շատ կարևորում եմ անցյալ տարի մենք ունեցանք հնարավորություն համագործակցելու համաժողովի շրջանակներում, որտեղ ներկայացվում էին ձեռագրերի պահպանման, ձեռագրերի եւ հավաքածուների պահպանման լավագույն փորձը, որը Հայաստանը ունի արդեն, եւ այս առումով մենք շատ ուրախ ենք ունենալ այդ համագործակցությունը եւ ընտանիքներին խորհուրդ եմ տալիս անպայման Մատենադարանում այցելել ալքիմիկների թանգարանը, որտեղ ներկայացված են հին ավանդույթներով պատրաստվող նյութերը, որոնք նախկինում շատ հնում իրականացվել են դեղագործների եւ ալքիմիկների կողմից։ Շատ հետաքրքիր եւ ինտերակտիվ ծրագիր է եւ վստահ եմ շատ դուր կգա այցելուներին։ But apart from this, of course, people who visit Armenia, all Armenians as well, should visit the beautiful monasteries,
Horvirap, Gekhart, Noravank, Hagpat, this is one of my favorite. See there how the spirit of the Armenian Christianity has been developed, has been preserved over the centuries. I think this is really important and essential. One of my favorite sites is Garni. In Garni, one can see also how the older, more ancient Hellenistic and Roman culture has been preserved. And I like very much also the mosaic, which is at the Roman bath in Garni, where actually you can read a very nice, funny, I think, inscription in Greek language. As I'm Greek, I'm always very pleased to see some Greek inscriptions in Armenian, next to Armenian ones. And I think it is very important to see the richness of the Armenian culture over the centuries. Եվ իհարկե շատ սիրելի վայրերից են հատկապես եկեղեցիները, հայ եկեղեցիները, գեղեցիկ են նրանք եւ տպավորիչ։ Ես կառանձնացնեի Խորվիրապը, Գեղարդը, Նորավանքը, Հաղպատը իմ ամենասիրելիներից մեկը։ Ընդհանրապես եկեղեցիներում ցուցադրված է հայ քրիստոնեության պահպանման ոգին, քրիստոնեության զարգացման շունչն է ներկայացված դարեր շարունակ։ Մեկ այլ շատ կարևոր վայր է ինձ համար Գառնու տաճարը, որտեղ ներկայացված են եւ հելենիստական եւ հռոմեական պատմության եւ մշակույթի միախառնումը, հատկապես հռոմեական բաղնիքը, որը շատ հետաքրքիր է եւ այնտեղ կարող եք նաեւ տեսնել հունարեն ձեռագիր արձանագրություն։ Ինձ համար որպես հույն շատ կարեւոր է տեսնել հայերենի եւ հունարենի միասին ներկայացումը։ But I think it would be important also to see the current creation of Armenian artists. I'm very pleased when I'm invited in one of the numerous and very beautiful galleries that you have here in Yerevan. And what about kitchen? Խոհանոցի մասին ինչ կասեք? What about kitchen? The Armenian gastronomy is also one of the, thank you for reminding me this. The Armenian gastronomy is one of of the highlights of Armenia, and I think all the visitors like this. And I want to mention that we are supporting the culinary school in Gyumri. This will be created by Tumo in the Old Market. I was very pleased last year to launch this project. And this is going also to help further developing these older local traditions so that you can attract more tourists, but also you can create new professions for the professionals of the Armenian cuisine. Իհարկե, շատ կարևոր է շատ կարևորում եմ նաև նոր մշակութային դրսևորումների ներկայացումը օտարերկրացիներին, շատ հաճելի է տեսնել նոր պատկերասրահներում ներկայացված նոր ցուցադրությունները, հայ մշակույթի նոր գոհարները։ Խոհանոցի վերաբերյալ նույնպես Հայաստանը շատ առանձնանում է ինձ համար իր խոհանոցով։ Մենք իրականացնում ենք շատ հրաշալի ծրագիր աջակցելով խոհանոցի խոհարարական դպրոցի զարգացմանը, որը լինելու է Գյումրու հին շուկայի տարածքում, եւ ես շատ ուրախ եմ անցյալ տարի այցելել, տեսնել հնարավորությունները եւ մենք միասին Թումո կենտրոնի հետ միասին իրականացում ենք այդ ծրագիրը, որը կարծում եմ թույլ կտա ավելի շատ զբոսաշրջիկներ գրավել եւ այլ ավելի տեսանելի դարձնել հայ ավանդույթները խոհանոցի առումով։ And actually, sometimes it is enough just to visit a nice Armenian restaurant, or even I have to say to taste and experience the Armenian hospitality in one common Armenian home in order to get the richness of the Armenian culture and Armenian hospitality.
Եվ երբեմն բավարար է միայն մի շատ սովորական հայկական ռեստորան այցելել կամ որևէ տանը հյուրընկալվել, հայ օջախում հյուրընկալվել, որպեսզի մի անգամ այն հասկանաս հայ մշակութային եւ հյուրընկալության ավանդույթների յուրահատկությունը։ Եվ պարոն դեսպան, մենք ունենք 1 րոպե, եւ խնդրում եմ 1 րոպեի ընթացքում մեզ ասեք, որ ոլորտների զարգացմանն առաջիկա տարիներին նպաստելու ԵՄ Հայաստան համագործակցությունը եւ այդպիսով էլ ամփոփենք։ Which are the sectors of cooperation in the coming future for Armenia EU? We are working in many fields. Thank you for this question. In 1 minute, I think I can say that we are working to support the Armenian economy. We are working to support energy efficiency. We are working to support reforms in the area of security. And last but not least, we are also working to make sure that the Armenian citizens travel to the European Union without visas through the visa liberalization dialogue. We are advancing on this. This is an issue which is very popular and very important for the Armenian citizens. We would like to see as many Armenian citizens traveling to the EU for business, for tourism, for people-to-people contacts, or just to meet friends and family, because there are so many Armenian diaspora in the European Union. This is really something on which we are now committed, and we hope very soon the conditions will be in place so that the Armenian citizens can travel to the EU without visas. Շատ ոլորտներ են եւ ես 1 րոպեում շատ դժվար կլինի ինձ համար առանձնացնել բոլորը մանրամասնորեն, բայց արագ ասեմ, եւ մենք աջակցում ենք տնտեսության ոլորտին, էներգետիկ արդյունավետությանը եւ անվտանգության ոլորտի բարեփոխումներին։ Մենք իրականացնում ենք նաեւ շատ կարեւոր գործողություն վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունն է մեկնարկել եւ կարծում եմ սա ամենասիրելի թեմաներից է, որը թույլ կտա Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն կտա, երբ ավարտվի գործընթացը, ավելի հեշտությամբ գործարար այցելություններ, զբոսաշրջային այցելություններ եւ ընդհանրապես այցելել իրենց բարեկամներին եւ ընկերներին, որովհետեւ Եվրամիության երկրներում Հայաստանը մեծ սփյուռք ունի ներկայացված։ Շատ լավ, շնորհակալություն եւ վերջում սուրճով եք սկսում ձեր օրը, թեթեյով, պարոն դեսպան։ Do you start your day with coffee or tea? I start my day with very nice Armenian tea. Շատ լավ, հայկական թեյով եմ սկսում օրը։ Դες լավ օրենք ցանկանում, պարոն դեսպան։ Ամուր թող լինեն այն կամուրջները, որոնք կապում եք եւ հաստատում։ And let the bridges be strong that you Շնորհակալություն, բարի օր բոլորին։ Շնորհակալություն։ Այս պահին գովազ սիրելի հեռուստադիտողներ։ Բարի առավոտ, մայիսի 2-ին եւ 3-ին ֆիքսեք այս օրերը կինոյի տանը իսկական ճամփորդություն է սպասվում դեպի հայ մշակույթի, պատմության եւ բարի աշխարհ։ Հայաստան պատմությունը բարերում խորագրով բարային ներկայացման ընթացքում յուրահատուկ անդրադարձ կլինի հայկական բարի պատմությանը նոյից, ոչ ավել եւ ոչ պակաս այդքան վաղ անցյալից, մինչեւ այս օրեր եւ այս ամենի մասին կպատմեն մեր հյուրերը ներկայացնում։ Այո, եւ նրանք տաղավարում են գաղափարի հեղինակ Լենա Գևորքյանն է, այստեղ բարի առավոտ, բարի լույս եւ Profart Dance-ի արտիստ Պարուհի Արփի Հախվերդյանը։ Բարի լույս, բարի առավոտ, շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Խոսենք երևի թե գաղափարից։ Նախ լայնածավալ նախագիծ եք իրականացնում եւ որն է շարժարիթը, որտեղից այս գլխավոր նպատակը ծնվեց ձեր ներսում։ Ես կհարցնի ինչու այդքան վաղ անցյալից, ինչու նոյի ժամանակներ։ Դե կարծում եմ ինչու այդքան վաղ անցյալից մենք բավականին հարուստ մշակույթ ունենք, պատմություն ունենք եւ որպես հայ չենք ուզում, որ դա մոռացվի, անցնի, գնա։ Ես որպես գաղափարի համահեղինակ ես կասեի իմ գոլեգայի հետ, Ալեքսինայի հետ, մենք աշխատում ենք զբոսաշրջիկների հետ եւ մտածեցինք, որ զբոսաշրջիկներին հետաքրքիր կլինի գալ Հայաստան ոչ միայն ծանոթանալ ինչ որ եկեղեցիների կամ բնության հետ, այլ նաև ծանոթանալ մշակույթի եւ պատմության հետ։ Եվ մտածեցինք ինչպես կարող ենք դա շատ գեղեցիկ ներկայացնենք, որոշեցինք, որ ամենասիրուն տարբերակը դա պարն է։ Եթե նայեն պարը կհասկանան նոյից մինչև հիմա մեր հետ ինչեր է եղել։ Ոչ, եթե նայեն միայն պարը, ոչ, բայց մեր ներկայացման
յուրահատկությունը նրանում է, որ մենք տիտրերով 3 լեզվով պատմում ենք մեր պատմությունը եւ վիդեո շարքով վիզուալիզացրել եք։ Այո։ Այդ դեպքում իհարկե կհասկանան։ Մենք ունենք բավականին շատ բառեր, որ ինչ որ պատմական իրադրությունից դուրս գալով են ծնվել, դրա համար կարծում եմ շատ հետաքրքիր է, որ հենց բառով ենք այդ ամեն ինչը ներկայացնում։ Պատմեք մի փոքր, ձեզ ինձ դեր է բաժին հասել արդյոք այդ խմբային մեծ բեմադրության մեջ հեշտ է ապրելը որպես պարուհի։ Դե իրականում հեշտ է այնքանով, որ բոլոր արտիստներն էլ, մասնակիցներն էլ պետք է տեղյակ լինեն եւ ծանոթ լինեն մեր հայոց պատմությանը։ Դուք ինչպես նշեցիք, մենք ներկայացնելու ենք նույնից սկսած մինչեւ ներկայիս օրերը եւ այդ ամեն ինչը անելու ենք ոչ միայն պարի լեզվով, այլ նաեւ արկա է լինելու այդ օրը թե հայկական երաժշտությունը, ինչպես նաեւ դերասանի վարպետության շնորհիվ է այդ ամեն ինչը կատարվելու, որպեսզի այդ բոլոր էմոցիաներն ու զգացմունքները մենք հանդիսատեսին հասցնենք։ Ձեզ պետք է ոչ միայն պարային ունակություններ, նաև արտիստիկ ունակություններ, ճիշտ ենք հասկանում։ Որ տեսարանն է ամենաբարդը, մեր պատմությունը գիտենք ինչ տաժանակիր, դժվար, խորթուբորդ ճանապարհ է անցել եւ բեմադրական առումով ինչ որ շրջաններ կան, որ բարդ է բեմադրելը։ Իրականում կարծում եմ բոլոր պարողներիս մոտ էլ բարդությունը չի կայանա տեխնիկական առումով, այլ կկայանա հենց այդ էմոցիոնալ առումով, որ մենք կարողանանք լրիվ այդ դաժան ցավոք սրտի այդ իրադարձությունները ուրախ է ավարտվում մեր պատմությունները։ Այո, իհարկե։ Մայիսի 2-ին եւ 3-ին կինոյի տան, ինչու կինոյի տանը։ Իրականում մենք անցած տարի ներկայացումը արդեն ունեցել ենք Ստանիսլավսկու անվան պետական թատրոնում, բայց քանի որ մայիս ամիսը զբաղված սեզոն է։ Այո, զբաղված սեզոն է, մենք ուզում էինք նորից Ստանիսլավսկին լիներ, բայց չկարողացանք։ Եվ քանի որ մենք էկրանները օգտագործում ենք, մտածեցինք շատ հետաքրքիր կլինի կինոյի տանը, որովհետև իրանք բավական զարգացած տեխնիկա ունեն։ Եվ իսկապես շատ լավ մտածել եք։ Գիտեք, ներկայացումը լինելու է դուդուկի, զուռնայի, կանոնի եւ այլ հայկական ժողովրդական գործիքների կենթանի հնչողությամբ։ Սովորաբար համերգները, ելույթները, ներկայացումները չեն լինում կենթանի հնչողությամբ, այս պարագայում ձեզ համար խանգարող բարդացնող հանգամանք է սա փորձերի ընթացքում նկատի ունեմ, մեն ռիսկային քայլի եք դիմել։ Մի փոքր այս համագործակցության մասին խոսեք։ Դե փորձերը բուրոն ընթանում են եւ այդ համատեղ փորձերը երաժիշտների հետ ամեն անգամ ավելի են լավանում ու կարծում եմ, որ մենք հանդիսատեսին կկարողանանք շատ լավ կերպով ներկայացնել մեր ներկայացումը։ Այն որ հայկական լավ հնչյուններ ենք լսելու, գեղեցիկ բառ ենք տեսնելու եւ նման էմոցիաներ եք փոխանցելու, դա հաստատ է։ Իսկ աշխատանքային process-ում հեշտ եք իրար հասկանում, հեշտ եք կարողանում այ օրինակ նրանք աշխատում են երաժիշտներ են, դուք պարողներ եք, բեմը հեշտ եք կիսում։ Բեմը կիսելը դժվար է շատ։ Խմբային ինտրիգներ։ Ես պատասխանեմ, իրականում ոչ, եթե այսպես կողքից նայենք, պրոֆարտը շատ պրոֆեսիոնալ խումբ է եւ ընտանիք է ստեղծել թե երաժիշտների, թե պարողների միջև, դրա համար սկանդալներ չեն լինում, կարծում եմ բարդություններ լինում են, որովհետև պետք է հասցնեն, ուշադիր լինեն եւ այլն, բայց անկեղծ ասած բեմի վրա ոչ մի խնդիր չկա։ Դե բեմի վրա պիտի չլինի սկանդալներ, բայց բեմից դուրս երևի թե կարող է եւ լինել։ Ես բեմից դուրս իրանց հետ եղել եմ, սկանդալներ չկան։ Շատ լավ, եւ վերջում քանի որ մենք ավարտում ենք, ասացեք, խնդրեմ, ձեր բեմականացման մեջ որ պահն է, որ դուք ինքներդ փշակաղվում եք, կտրվելով այն, որ դուք այդ խմբում եք, փշակաղվում եք որպես հայ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Իմ համար սկզբից մինչև վերջ, բայց եթե վերցնեմ ինչ-որ կոնկրետ դրվագներ, որ իմ համար շատ դժվար են, դա այս տարի մենք ավելացրել ենք Արա Գևորգյանի
Արցախը եւ ռեժիսորը եւ Ալիքինան եւ Տիգրան Մնոյանը շատ հետաքրքիր համար են մտածել։ Ես չգիտեմ ոնց է մեր համարը նայելու, շատ շատ շաքաղում եմ։ Այո։ Ձեզ որ դրվագն է, որ ավելի շաքաղեցնող է։ Կամ դուր է գալիս։ Ես կարծում եմ, որ հենց այդ դաժան կետերը ամենաշաքաղվելինն են, քանի որ մենք վեր ենք հիշում մեր անցյալը դրանով, բայց ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ յուրաքանչյուր արտիստ էլ համերգի սկզբից մինչև վերջ ինչ որ այդ լարվածության մեջ է եւ այդ շաքաղանքը կարծում եմ մինչև վերջ էլ մնում է։ Նույնիսկ մինչև այս պահը։ Ինչ, շնորհակալություն, մենք ձեզ լավ բեմադրություն եւ լավ ելույթ ենք այդ օրը մաղթում, եւ որպեսզի նաեւ Սփյուռքից մարդիկ գան նայեն օտարերկրացիներ եւ ծանոթանան մեր պատմությանը։ Ձեզ լավ օր։ Շնորհակալություն։ Հիմա գովազդներ եթերում։ Այո, հեռուստադիտողներ, գովազդ, հետո անմիջապես վերադառնանք մեր ընթացքին։ Բարի առավոտ։ Հարգելի հեռուստադիտողներ, հաճելի նորություն ունենք ձեզ համար։ 2025-ը Տոնյան's Family Company-ի համար հոբելյանական տարի է, քանի որ բոլորիս կողմից շատ սիրված Լատոյից ես ապրանքանիշը 20 տարեկան է։ Եվ համաձայն իր մենք կօգնենք որակով կարգախոսին արդեն 20 տարի է, ինչ որակը բարձր պահելով մեզ հնարավորություն է տալիս խոհանոցում անկաշկանդ ստեղծագործել եւ յուրաքանչյուր ուտես դարձնել ել ավելի համեղ եւ յուրահատուկ։ Դες Աթենիկն էլ ամեն առավոտ պատրաստելով այս յուրահատուկ համեմունքներով մեր ուտեսներին տալիս է անկրկնելի համային երանգներ։ Ընդգծենք առանձնակի կարևորությամբ նշենք, որ ընկերությունն արտադրությունը եւ փաթեթավորումը իրականացնում է այստեղ մեր երկրում։ Իդեպ, բացի համեմունքներից առաջարկում է նաեւ կռուպեղենի մեծ տեսականի Մասիս ապրանքանիշով։ Հիմա համով հոտեր են գալիս, խոսեցինք, ախորժակը գրգռվեց, մեր բույրերը տարածվել են խոհանոցում, երուզերը տիրում են տեղ, միայն թե տեսնենք, ամեն դեպքում կապվենք հիմա Սաթի եւ Էլիզայի հետ, միանանք, տեսնենք մանրամասներ ներկայացնենք։ Էլիզա, ամեն ինչ նորմալ է։ Այո, շնորհակալություն խոսքը փոխանցելու համար, իսկապես երուզերը, իսկապես բույրը տարածվել է ողջ տաղավարով մեկ։ Փորձում ենք հասցնել։ Արդեն հասցրեցինք, ջեռոցում տեղավորեցինք։ Ես նշելի շատ արագ էր պատրաստվում, հետեւաբար արդեն ջեռոցում է, քիչ հետո պատրաստ կլինի, արդեն ցույց կտանք։ Ինչ բաժիշներ ենք օգտագործել ջեռեփուկի համար այսօրվա։ Այո, այսօրվա մեր այսպես արագ նախաճաշի համար անհրաժեշտ էր հավի կրծքամիս, կաթնաշոր, եգիպտացորեն, լոլիկ, կանաչիներ եւ վերջում այսպես պանիր ենք մանրացրել ու դրել ենք ջեռոցում։ Շատ համեղ մեր ուտեստը քիչ հետո պատրաստ կլինի եւ մեր օրը մենք կարող ենք սկսել։ Ես միշտ առաջարկում եմ մեզ հետ սկսեն, որովհետև այս երկուշաբթի օրը խորհուրդ ունի, որ ես այստեղ եմ։ Յուրաքանչյուր երկուշաբթի սկսելով մեզ հետ, վստահ եմ ձեր ողջ շաբաթը կանցնի հիանալի, որովհետև սկսում ենք ճիշտ։ Յուրաքանչյուր սկիզբ որ լինում է ճիշտ, այդպես է շարունակվում է։ Եվ ես միշտ շեշտում եմ, եկեք սնվենք 80% ճիշտ եւ 20% այն, ինչ ցանկանում ենք։ Այ մենք խոսում ենք հիմա 80% քիչ եւ 20%-ը սխալ։ Ճիշտ։ Քանի որ ճշմարտություն կա մի հատ, ասում են, որ ամեն մի մարդ պետք է խմի օրական 2 լիտր ջուր։ Այո։ Արդյոք դա ճիշտ է, թե պարզապես լեգենդներ են հորինված։ Դա միջինացված այսպես հաշվարկ է, Սաթենիկ, ես չեմ կարող հստակ ասել, որ դա սխալ է, բայց ամեն դեպքում յուրաքանչյուր մարդ ինքը պետք իրեն համար կահատուկ սխեմա հաշվարկի, որը դիմելով մասնագետներին, մասնագետը հստակ հաշվարկ է կատարում, թե քո օրգանիզմի համար ինչքան հեղուկ է անհրաժեշտ։ Եվ ես ուզում եմ, որ մեր հեռուստադիտողները հստակ իմանան, որ չի կարելի հեղուկը շփոթել, որովհետև ինչ շատ են ասում, ես ջուր չեմ խմում, սուրճ եմ խմում, թեյ եմ խմում, հյութ եմ խմում եւ լրացնում եմ այդ հեղուկի քանակը։ Ոչ, մեզ պետք է հստակ մաքուր ջուր եւ մեր օրգանիզմի համար կա հետաքրքիր այսպես հաշվարկներ, որի միջոցով մենք բարձում ենք, թե որքան ջուր է անհրաժեշտ։ Բայց եթե այդ հաշվարկներին չենք տիրապետում, գոնե 1.5-ից 2 լիտր ջուրը պարտադիր է յուրաքանչյուր օր։ Դա էլ ճշտեցինք։ Ես առաջարկում եմ մեր հավատարիմ հեռուստադիտողներին, որ կարող են, եթե արագ են ուզում պատրաստել որևէ կերակուր,
աթենք առաջարկում է սարդելկաներ, պարզապես տաքացնել է պետք, ինչի որովհետև արդեն եփված է։ Բաց եք անում, դնում եք ջրի մեջ, մի քիչ տաքանում է, եռ է գալիս, այսպես ասեմ։ Եվ արդեն պատրաստի է կարող եք վայելել աթենքի սարդելկաները։ Ամբողջ տեսականին աթենքի այս պայն ձեր էկրաններին է, ասեմ որ աթենք մսամթերքը կարևորելով բացառապես բարձր որակն ու շարունակելով լավագույն ավանդույթներն առաջարկում է սարդելկաներ, որոնք սերունդներին հիշեցնում են մանկության անմոռանալի համերը։ Աթենք մսամթերքը հոգացել է ձեր մասին եւ կարևորելով ժամանակն ու միաժամանակ համեղ ուտելը հիշեք, որ սարդելկան արդեն պատրաստի է եւ ուտելուց առաջ անհրաժեշտ է պարզապես տաքացնել։ Իդեպ գիտեիք, որ Խորհրդային Միությունում սարդելկան լայն տարածում ուներ հենց արագ, հեշտ պատրաստվելու հատկության շնորհիվ։ Դե ինչ ներողություն ընդհատելու համար կարող եք շարունակել, օրինակ 50-ից 60 կիլոգրամ գեղեցկուհին։ Այո։ Որքան կարելի է, որքան ջուր պետք է խմի օրվա ընթացքում։ Ես նորից այստեղ կկրկնվեմ, որ պետք է հստակ հաշվարկ, որովհետև կախված է այդ մարդը մարզասրահ այցելում է, մարզվում է, չի մարզվում, այդ ամենը մեր օրգանիզմից հեղուկ է դուրս գալիս։ Ինչքան է քայլում տեսեք, այդ ձեր հարցը ի սկզբանե որ տվեց, ճիշտ է արդյոք որ 2 լիտր, հենց այդ 2 լիտրը ասվում է նման մարդկանց համար, ովքեր չգիտեն իրենց օրգանիզմին որքան հեղուկ է անհրաժեշտ, իրենց ծանրաբեռնվածությունը չեն կարողանում հաշվարկել եւ մասնագետներին էլ չեն դիմում։ Իրենց միշտ ասվում է 1.5-ից 2 լիտր խմեք, որ այդ հեղուկը 2 լիտր պահպանի օրգանիզմի բիոխիմիկ բոլոր process-ները, որտեղ մենք գիտենք, որ հեղուկը շատ կարևոր է եւ եթե մենք օրվա ընթացքում հեղուկը հասկանում ենք միայն ջուր, հեղուկ հավասար է ջուր։ Այո, հեղուկ հավասար է ջուր, յուրաքանչյուր մի բան, որ ավելացված է ջրի մեջ, դա արդեն ինչ որ եթե խոսքը գնում է կիտրոնի համար, շատ լավ տարբերակ է, այստեղ էլ արդեն գալիս ենք այսպես խորանում ենք, եթե կիտրոնի մասին է խոսքը, ես խրախուսում եմ, եթե չեք կարողանում ջուր խմել, մի փոքր կիտրոն այսպես գցեք ջրի մեջ, ինքը փոխում է համայինը եւ դու կարողանում ես հեշտությամբ խմել։ Ես եթե խոսքը կիտրոնի մասին է, լրիվ կողմ եմ ու խրախուսում եմ, այո, բայց եթե իրեն մեջ կար շաքարներ, ինչ որ խոտաբույսեր, շատ տարբեր, դա արդեն ուղղակի պարզապես հեղուկ անվանել չենք կարող եւ չենք էլ հասկանալ, այո, նաեւ չենք էլ կարող հասկանալ այդքան քանակով այդ հեղուկը կամ խոտաբույսը ինչ ազդեցություն կունենա մեր օրգանիզմի համար, որովհետեւ խոտաբույսերը շատ ջուրը բավականին մեծ անգամ կարող են ինչ որ ալերգիկ ֆոներ սկսել մարդկանց, որովհետեւ մենք չգիտենք այդ խոտաբույսը ինչ է պարունակում եւ որ օրգան համակարգի համար ինչքան չափաբաժնով է կարելի օրվա ընթացքում։ Շատ բարի։ Մենք հասկացանք, թույլ տվեք ներկայացնեմ Goods AM-ին, այս պայն ձեր էկրաններին է, խորհուրդը լսելով ես էլ շարունակեմ մեր գործընկերոջը ներկայացնեմ։ Մեր գործընկերոջ Goods AM-ը, որը բացի այն, որ IKEA բրենդի ամենամեծ ներգրողն է, նաև կենցաղային տեխնիկայի եւ տնտեսական ապրանքների ամենամատչելի վաճառողն է Հայաստանում։ Ինչու գնալ խանութ, բոլոր գնումները ծանր տեղափոխել տուն, եթե կարող եք բազմոցին նստած, հանգիստ, առանց շտապելու, ընտրել օրինակ ձեզ հարմար մազերի շամպունյա կամ լվացքի փոշին, ընդ որում ավելի մատչելի, քան ցանկացած սուպերմարկետում, եւ իհարկե ստանալ արդեն իսկ ձեր տանը։ Չմոռանամ նաև նշել, որ այդ հնարավորությունը Goods AM-ը ոչ միայն ընձեռնել է Երևանի բնակիչներին, այլ ամբողջ Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին։ Goods.am քո on-line հիպերմարկետը Հայաստանում։ Քանի րոպե պետք է թողնենք ջեռոցում։ Ես կարծում եմ հավի կրծքամսի համար 20 րոպեն բավական է, բայց կարծում եմ արդեն արտաքին տեսքը ամեն դեպքում հասկանանք, թե դեռ պետք է մնա։ Մի փոքր հեղուկը պակասի ու հանում ենք սա թեյը։ Մեր օպերատորը արդեն կմոտեցնի էկրաններին կհայտնվի։ Մեզ անհրաժեշտ է հեղուկը մի փոքր պակասի, թեպետ այստեղ արդեն պատրաստ է ամեն ինչ կարծում եմ։ Մի փոքր հեղուկը պակասի ու հանենք։ Մի փոքրը դա երևի 2-3 րոպե կթողնենք դեռ ջեռոցում, քանի որ բարձր ջերմաստիճանի տակ ենք թողել։ Կպատրաստվի եւ կհանենք, իհարկե վերջնարդյունքը մենք կտեսնենք եւ կվայելենք։ Իսկ վստահ եմ ունենք հավատարիմ հեռուստադիտողներ, ովքեր երկու շատյուրեր միանում են Էլիզայի առաջարկը։ Հետադարձ կապիել են դուրս գալիս, ինչի համար ես հենց այս պահին ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր հետադարձ կապով ինձ ամեն երկուշաբթի գրում են, որ մենք օգտվեցինք, մենք ձեր խորհուրդներին հետևում ենք, շնորհակալ ենք շատ։ Առասարակ շնորհակալ ենք հավատարիմ հեռուստադիտողներին, ովքեր օրը սկսում են մեզ հետ։
Բարի առավոտ։ Եվ այսպես Սյունիքի մարզի Մեղրի համայնքում արդեն 10 տարի է, ինչ գործում է Շոտոկան կարատեի դպրոցը, ինչի կապակցությամբ էլ հունիսի 15-ին Մեղրիում կանցկացվի Հայաստանի գավաթի բաց առաջնությունը։ Սպասվող առաջնության, մարզիկների մասնակցության ու մրցաշարի այլ մանրամասների մասին կպատմեն մեր հյուրերը։ Տաղավարում են Հայաստանի ճապոնական Շոտոկան կարատեի ֆեդերացիայի նախագահ Կարեն Սամսոնյանը, բարի առավոտ, պարոն Սամսոնյան, եւ ֆեդերացիայի պատվավոր անդամ Արարատ Թումանյանը, բարի լույս, ուրախ ենք ձեզ հյուրընկալվել։ Նախ սկզբի համար ուզում ենք ձեզ հարցնել շոտոկան կարատեի տեսակը, որպեսզի մարդիկ տեսակը պատկերացնեն։ Ուրեմն ես պատասխանեմ երևի։ Ուրեմն Արտակ ջան, շոտոկան կարատեն հենց մայր կարատեն է, որը ստեղծվել է Գիչին Ֆունակոշիի կողմից, հենց մայր կարատեն է, որից հետո առաջացել են տարբեր ճյուղեր, ոնց որ ծառը համարվի եւ ճյուղավորվում է տարբեր վարպետների կողմից ստեղծվել է այլ կազմակերպություններ։ Եվ ի վերջո այս առաջնությունը նվիրված է ձեր լավագույն սաներից մեկին, աշխարհի գավաթակիր Արշակ Սարգսյանի հիշատակին, նա ցավոք զոհվել է թշնամու գնդակից, մի փոքր խոսենք Արշակի մասին, ինչ հաջողություններ են նա գրանցել սպորտում, ռազմի ճակատում։ Ուրեմն մեր Արշակ Սարգսյանը եղել է մեր լավագույն սաներից մեկը, մարզվելով գրանցել է բավականին լուրջ հաջողություններ, Հայաստանի բազմակի չեմպիոն է եղել, ակումբային մրցաշարերում հաղթող ճանաչվել եւ ամենամեծ հաղթանակը ունեցել ենք 2017 թվականին Ռումինիայում կայացած կարատեի աշխարհի գավաթի առաջնությանը, որտեղ ճանաչվել է 3-րդ մրցանակակիր Արշակը, որից հետո զորակոչվել է ծառայության եւ ցավոք սրտի նման դեպքը խաղաղ պայմաններում թշնամու դիպուկահարի կրակոցից զոհվեց։ Եվ մեր որոշումով, մեր եւ պարոն Թումանյանի որոշումով որոշեցինք, որ մրցաշարը նվիրելու ենք մեր լավագույն սանին, իր հիշատակը վառ պահելու համար։ Իհարկե բոլորս պարտավոր ենք միշտ հիշել մեր հերոսներին, մենք խոնարհվում ենք բոլոր մեր զոհված եւ նահատակների շիրիմներին, բայց Արշակը ուղիղ կապ ունի, ուղիղ մեր սանը եղել է։ Դեմս Արշակին է մյուսների այդ բարագայում։ Դե ինչ Մեղրի համայնքում արդեն 10 տարի է ինչ գործում է, խնդրում եմ ասեք ինչ հաջողություններ եք գրանցել, Մեղրին մեզանից Երևանից հեռավորության վրա է բավականին եւ ինչ է կատարվում այնտեղ։ Կներեք մի հետաքրքիր շեշտադրում, մեղրեցիներին երբ որ հարցնում են, ասում են Երևանը մեզանից շատ հեռու է գտնվում։ Այո, մենք իրանք էլ իրենց համար մենք ենք։ Իհարկե։ Ոչ թե Երևանն է Մեղրից հեռու, այլ Մեղրին Երևանին մոտ չի։ Դեքս կարելի է շուտ այդպես։ Եկեք ավելի լավ պարոն Թումանյանը ավելի լավ ներկայացնի։ Ինչ վերաբերում է ուրեմն Մեղրի հեռավորության մասին, մայրաքաղաքից, այն հատկային էլ հեռու չէ, քանի որ ընդհանուր կարող է ինչ-որ կոմունիկացիաների մեջ բերում արվել այդ արդիվ, բայց այնուամենայնիվ մենք այնքան տարածքով փոքր ենք, որ արդեն մենք չպետք է տարանջատենք որտեղ է Երևանը, որտեղ է Դիլիջանը, որտեղ է Մեղրին, սա մեկ ընդհանուր հայրենիք ունենք եւ այդ հայրենիքում կատարվելիք այս աշխատանքը շատ կարեւոր շեշտադրումս ուզում եմ հատկացնել նրան, որ այո, իդեմս մեր պարոն Սամսոնյանի, մեր մեծ վարպետի, որ արդեն 10 տարի եւ ավել իր նախաձեռնությունն է կատարել Մեղրի համայնքում կարատեի եւ ես եւ ինպես լավագույն էլի ընկերներ մենք նախաձեռնություն ենք ստանձնել, կարողանում ենք ինչ չափ հնարավորություն ստեղծել հովանավորչական մասով, որպեսզի կազմակերպվի այդ ամենը թող անհամես չհնչի, այո, քանի որ պետական կողմից, պետության կողմից չկա այդպիսի ֆորմատ, որպեսզի այս կարատե մարտարվեստի այս ոչինչ ֆինանսավորվի կամ ինքը քանի որ չի հանդեսանում դեռ օլիմպիական ընտանիքի անդամ, մենք ենք, որպեսզի ես հիշում եմ սրանից 10 տարի առաջ ինքը շատ փոքր մի խմբակ էր եւ այդ խմբակը այս 10 տարիների զարգացման իր փուլն ապրելով արդեն դարձանք դպրոց եւ Մեղրի եւ Ագարակ եւ երեք գյուղական համայնքներում այս դպրոցները արվում են, մենք ապահովում ենք Փառք Աստծո կարողանում ենք դեռ շարունակական եւ աշխատավարձի տեսքով եւ մեզ հյուր գացողներին սպասարկել եւ երբ որ գնում են զբորների, հա, մարզահավաքների, այդ ամեն ինչին, բայց շատ ցանկալի կարևոր շեշտս եմ ուզում դնել նաեւ վրա, ինձ համար կոնկրետ ինձ համար շատ ցանկալի է որպեսզի այո նաեւ ունենանք պետության կողմից ինչ որ մի ձևաչափ աջակցելու կլինի ֆինանսական կամ կլինի այլ նյութական տեսքերով մարզադպրոցի հետ կապված շատ ցանկալի է։
Իհարկե, Առայժմ այսքան կասեի դեռ։ Համընդհանուր Հայաստանում բացի Մեղրիից կան այլ մարզեր, համայնքներ, որտեղ սպորտաձևը գործում է։ Հա, իհարկե կա, այլ համայնքներում էլ կան, բայց կոնկրետ այս մարտարվեստի շոտոկանի այս ձևաչափով ըստ իս միայն Մեղրիին է, որ այսպիսի մեծ դպրոց ունի, ցավոք սրտի Արցախում էլ ունեինք, բայց արդեն չունենք եւ մեր դպրոցի, կոնկրետ Մեղրի շոտոկան դպրոցի համագործակցություն նաեւ Արցախի երկու դպրոցների հետ բազմից են եղել, շփումները ֆեդերացիայի մեծ վարպետների մասով, սաների մասով, փոխադարձ ընկերական եւ ոչ ընկերական ֆորմատում մրցաշարեր են տեղի ունեցել։ Հայաստանի Հանրապետությունում այս պայծրությամբ Մեղրի դպրոցն է, որ եւ թվականակով սաների եւ իր գործելա ոճով ինքը առաջնայինն է դեռ։ Լավ, քանի մարզիկ է մասնակցելու ու ինչ տարիքային խմբեր են ընդգրկված։ Մոտավոր 150 նախատեսել են, քանի որ դահլիճ չունենք, մենք միջազգային ստանդարտների մարզադպրոց չունենք մրցաշար անցկացնելու, ստիպված ենք մենք բավարարվում ենք մեր սուղ պայմաններով Ագարակի մշակույթի պալատում լինելու մրցաշարը, մեկ տատամի, որը հնարավոր չի դրանից ավել մարզիկներ, շատ կարող ենք հրավիրել, ուղղակի սահմանափակ տեղի համար, մենք 150-ով սահմանափակվում ենք էլի այս անգամ։ Իսկ մրցաշարի հետ կապված հունիսի 15-ին մենք շատ հետաքրքիր առաջի անգամ նախադեպը չունեցող ծրագիր կազմեցինք, որ Հայաստանի գավաթը ոչ միայն լինի մայրաքաղաքում, այլ լինի առաջին անգամ Սյունիքում, հանձինս հենց Մեղրի եւ Ագարակ, ահա։ Իհարկե ձեր համար այդ հեռավորությունը բավական մոտ է, շատ ուրախացնող է, որովհետեւ եթե շատ հաճախ ես գնում գալիս, այդ ճանապարհը արդեն քեզ համար շատ կարճ է թվում, ինչպես նաև եւ ձեր ֆեդերացիայի ճանապարհը 10 տարիները գուցե մի ակնթարթի պես, բայց ասացեք ինչն է կարևոր եղել այս 10 տարիների ընթացքում։ Ինձ թվում է ամենակարևորը, որը ես կնշեմ, երևի թե հենց նա է, որ երեխաները ոգևորվել են այնտեղ, որպեսզի գան առողջ ապրելակերպի մասնակցեն։ Կդառնան օլիմպիական, չէ՞ դե դող կարատեն դառնա հետո նրանք, բայց ամեն դեպքում առաջինը երեխաների մասնակցությունն է։ Սենսեի ես մեջ բերեմ, ներողություն եմ խնդրում, ոչ միայն քաղաքի մարզադահլիճներում են տեղի ունենում պարապմունքներ, այլ մենք ունենք փաստում են դրանց մասին եւ Facebook-յան հարթակներում եւ այլ տեսավ կամ ֆոտո փաստերը, նաեւ լեռնային պայմաններում բնության գրկում են անցկացրվել, այո դրա մասին, այո բնության գրկում, ասենց վայրի բնության գրկում, վաղ առավոտյան կլիներ այդ բնությունը չօգտագործել, այլ այս մարզաձևը շուրջ 2000-2200 մետր ծովի մակերևույթից բարձր գոտում տեղի ունեցել, ճիշտ է, չէ՞, հիշատակում մարզահավաքներ, մարզումներ եւ այլ տիպի եւ ինչ վերաբերում է հունիսի 15-ին կայանալիք այդ մրցույթին, ես ուզում եմ հատկապես կարևոր շեշտ դնել, իհարկե ոչ թե գովազդի ինչ որ ձևաչափ եմ հետապնդում, այլ շնորհակալություն եմ հայտնել, մենք դիմել ենք ուրեմն Ագարակի պղնձամոլեբդենային կոմբինատին, տնօրենությունը իդեմս տնօրեն Բելիայևի, պարոն Բելիայևի կողմից այդ մրցումների հետ կապված գումարի աջակցությունն է խոստացվել եւ հուսում ենք, որ հետագա շատ լավ քայլ է։ Իսկ բացի Մեղրիում սպասվող առաջնությունից առաջիկայում ինչ մրցաշարեր են պատրաստվում։ Դա թույլ տվեք թող վարպետը պատասխանի։ Ասեմ, ուրեմն թույլ տվեք մենք անցյալից մի փոքր խոսենք, հա, մեր կատարած աշխատանքից։ Ուրեմն մենք նշեցինք աշխարհի առաջնության գավաթի առաջնությունից արդեն նշեցինք, դրանից հետո մենք համագործակցել ենք տարբեր ոճերի, տարբեր ֆեդերացիաների հետ։ Հետաքրքիրն այն է, որ շոտոկանը ոչ միայն գնում է իր ճիշտ ուղով, այլ մենք երեխաներին զուգահեռաբար ջիուջիցու, որ ընդհանրապես կապ չունի շոտոկան կարատեի հետ, մենք զարգացնում ենք ջիուջիցու, քանի որ ես ինքս Ջիուջիցուն առանձին ճյուղ է։ Ջիուջիցուն առել ճապոնական մարտարվեստ է, բայց առանձին ճյուղ է։ GKS Armenia Ֆեդերացիան հետաքրքիր տարբերվում է երևի շատ շատերից, որ զուգահեռաբար պարապում են մեր երեխաները ջիուջիցու, քանի որ ես հանդիսանում եմ ջիուջիցուց միջազգային սև գոտի առաջին դան,
եւ շոտոկան կարատեից երկրորդ դան, ֆուդոկան կարատեից երրորդ դան եւ 2 տարի կես եղել եմ Կյոկուշին կարատեի ֆեդերացիայի փոխնախագահ, 7 տարի աշխատել եմ Կյոկուշին կարատեում որպես մարզիչ, հետաքրքիր ձևաչափը, հիշում եք մեր լեգենդար հայտնի Բրուսլին ոնց էր համադրել բոլոր ոճերը եւ ուսումնասիրելով, եթե վարպետը չտիրապետեց տարբեր ոճեր իր համար շատ տխուր է եւ դժվար է այդ անցումային, այո։ Հասկանալի է, որ ձեր սաները մեծ հաջողություններ կունենան, որովհետեւ նման մարզիկ, նման վարպետ ունեն, նման սենսեյ ունեն, այնպես որ ձեզ շատ աշակերտներ ենք ցանկանում եւ շատ հաջողություններ։ Մեղրիում բնակվող մեր հայրենակիցներ, եթե ուզում եք ձեր երեխաները առողջ ապրելակերպով զբաղվել, նախ-եւ-առաջ մտքով, հոգով մարդունակ լինել եւ մարդունակ ամենակարևորը, այո։ Այո, իհարկե։ Հաճախեն սպորտի։ Սիրով գովազդ, այնուհետև շարունակենք մեր եթերը։ Բարի լույս բոլոր նրանց, ովքեր հենց նոր միացան մեզ, շարունակում ենք մեր եթերը եւ այսպես սիրված ճանաչողական, ուսուցողական ու չափազանց հետաքրքիր սիթքոմը վերադառնում է։ Այսօրվանից Armenia TV-ի եթերում մեկնարկում է Գիտունոիդի երկրորդ եթերաշրջանը նոր զարգացումներով, հերոսներով ու պատմություններով։ Գիտունոիդ երկրորդի առաջին սերիան կցուցադրվի այսօր Armenia TV-ի եթերում, իսկ մինչ այդ իհարկե հետաքրքիր զրույց կունենանք տաղանդավոր գեղեցիկ երիտասարդների, հյուրերի, արտիստների հետ։ Այո, Գիտկոմի հերոսներին ներկայացնենք, տաղավարում են սիրված տաղանդավոր արտիստներ Մհեր Գրիգորյանը, բարի լույս Մհեր։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք Մհեր։ Լավ, դուք ինչպե՞ս եք։ Հրաշալի։ Եվ ներկայացնենք Լիլիթ Թոխացյանին, բարի առավոտ Լիլիթ, լավ կարծացել Լիլիթ, ամեն ինչ նորմալ է։ Եվ իհարկե ներկայացնենք Ալիկ Արզումյանին, բարի լույս Ալիկ։ Բարի լույս, բարի լույս։ Կապտուկներով եք սկսել օրը նկարման հրապարակում։ Ամեն ինչ նորմալ է։ Տեսարան կար կապտուկով էր, ընդհանրապես պլանավորել էի, որ այսօր հենց այդ կապտուկով պետք է ներկայանամ բարի լույս, բայց վերջականի խնայեցի մարդկանց։ Այո, սիթքոմի շրջանակները։ Եվ իհարկե կամ Սամոլկա Կրասավիցը, սպորտսմենկա, միջդունարոդный արտիստка, Սատենիկ Ազարյան եւ խոհանոցում են այնտեղ է, նաեւ այնտեղ է, այնտեղ եւ ամենուր է Սաթը։ Սաթենիկից երկուսը կա, մեկը խոհանոցում է, մեկը տարբեր քերերի ժամանակ գալիս է, բարի առավոտ։ մեր սիթքոմում էլ Սաթենիկից երկուսը կա։ Ես պիտի խոսեմ Գիտունոիդը, որ նայում ես, ինչ որ բաներ կա, որ ինչքան է դպրոցական տարիներին սովորել ես, դե հիմա մարդ ես ու մոռանում ես տենց բաները, մտքիցը թռնում է։ Շատ կարևոր է, որ այդ ամեն ինչը դու ինքդ նայում ես ու սկսում ես սովորել։ Պատմեք մի փոքր ինչ հավես է անցնում սցենարը եւ նկարանումները, որը նաեւ շատ ուսուցողական է։ Նաեւ նախ շնորհավորում ենք ձեզ երկրորդի կապակցությամբ, որովհետեւ եթե կա արդեն երկրորդը, դա փաստում է նրա մասին, որ առաջինը սիրվեր է։ Դե պատմեք մի փոքր սցենարից։ Այո, Ալիկն է միացել, եթե չեմ սխալվում։ Ահա, դե խոսենք, ինչպես եղավ առաջարկը։ Առաջարկը ստացա Ռոբերտ Մարտիրոսյանից, զանգեց, ասեց Գիտունոիդ 2 ենք սկսում, քեզ ենք տեսնում կերպ, հա? Արի, ես էլ եկա։ Ծանոթացա Կարենի հետ ամյան, հետո մեր մյուս անդամների հետ թիմի, այս ուղղակի մեր տնօրեն Սոնան էր մեզ ասել, որ Կարենի ու մնացած բոլոր մարդկանց անունները հիշատակենք, սցենարիստների անունները Սարգիսի Կալպակյան ու Օնոյի Մանուկյան։ Այս սցենարիստի խոսացիք իմ առաջին հարցը մնացած այդ ուսուցողականի մասին։ Ուսուցողականը ինքը առաջին եթերաշրջանը ես մինչև հանդիպումը նայեցի ու ինքը հետաքրքիր։ Դե լավ մի սերիա։ Լավ, մի սերիա է։ Ինչ մենակ Ալիկի հետ եք սենց խոսում, Ալիկի հետ ենք խոսում, վերջում շատ շնորհակալություն։ Շնորհակալություն այսօր այսքան։ Դե դու մի փոքր պատմի, սարք ոնց որ թե դու ես միացել թե առաջինում։ Ես առաջին, այո, շատ ակտիվ ներկայի։ Շատ եմ սիրել առաջին եթերաշրջանը, նախ որովհետև թիմն է հրաշալի, իրեն շնորհիվ սիրել եմ ու ավելի սիրով եմ գալիս։ Ու հետո էլ ընդհանուր պրոյեկտը հենց շատ հաճելի է, երբ որ դու անում ես եւ շատ լավ բան, եւ հետաքրքիր, եւ նաեւ օգտակար, այդ այնքան հաճելի է, որ մի լավ բան ես տալիս ու հատկապես երեխաների համար, ես շատ եմ ուրախանում։ Ու այդպես շատ ուրախ եմ, որ երկրորդ եթերաշրջանն եք նկարում, որովհետև ահա որ կարոտել էի Ալիկին։ Մեր այ դրանից դրա մասին չէ, որ լիքը բաներ կան, որ դպրոցական դասագրքերում հետո դու որ անցնես, սցենարից կարող ես հիշել։ Այո։ Ի վերջո անգիր սովորում եք, ուզեք չուզեք այդ կանոնները քիչ։ Դե մենք ունենք ընդհանուր սիթքոմի մեջ
գիտապտույտ, երբ որ մենք դառնում ենք անիմացիոն եւ գնում ենք շատ հետաքրքիր բաներ ենք ուսումնասիրում եւ հենց գիտապտույտի միջոցով մենք եւս շատ բաներ ենք իմանում, որը դպրոցում չգիտենք եւ չենք էլ իմանալու։ Դե Սաթենիկ, բարի լույս, այստեղ ես դու Սաթենիկ։ Այո, խանութի վերադարձել եմ, հյուրասիրում եմ միացել եմ իմ սիրելի գոլեգաներին, ասեմ, որ շատ հաճելի է երիտասարդների հետ աշխատել, ես երիտասարդանում եմ, այն գրությունները, որ իրենք էին անում, ես իրենցի դեռ սովորելու բանն եմ, որքան էլ իմ մեջ գժուկ կա, այո։ Փոքր Սաթենիկ կա, ներսում։ Իրականում այս սեզոնը տարբերվում է, շատ ավելի լավն է, շատ ավելի հետաքրքիր է, վստահ եմ, որ հեռուստադիտողները կսիրեն։ Իմ կերպարը այստեղ ավելի բացահայտ է, որովհետև տնօրեն է, այն անցյալ սեզոնի մեջ այդքան ներկայացված չէր, դա ուսուցչուհի էր, նույն ուսուցչուհին հիմա տնօրեն է։ Պաշտոնի բարձրացում ասած։ Աշխատավարձի բարձրացում, լեվելի բարձրացում եւ իհարկե երեխեքը ալիքի հետ չի աշխատել, շատ օրգանիկ, շատ հետաքրքիր մհերը, կարելի է իրենից սովորել, իրեն շատ օրգանիկ են երեխեքը, թե Լիլիթին ասում եմ իմ Լուսինա ոնց որ մեծացած լինի աղջկաս եմ շատ նմանացնում, շատ հաճելի է։ Բայց Լուզայի աղջիկն է։ Բայց Լուզայի վրան։ Մենք ուզեցինք տանիտուն ասում եմ, չէ, ես չէ։ Միրապե ես իմը։ Այդ երկու նայեք, զվարճացեք, գլխավորը սովորեք, հետն ժամանց անցկացրեք, մի քանի բան համատեղեք իրար հետ, Ալիկ ինչ կերպարով ես վերադարձել եւ ինչ կերպար է քո գիտունայտում, ով ես դու։ Հիմա ասեմ, կերպարս ում մարմնավորում եմ Արնոն է, ով Լիլիթի կերպարը Գիսանեի դասարանցին է, սիրահարված է Գիսանեին, բայց մհերին շանտաժի է ենթարկում ու շատ պատահաբար նա հանդիպում է L17 այլ մոլորակայինին ու նաև նրան է սկսում շանտաժ անել ու ասում է մի խոսքով անում ես այն ինչ ես չեմ ուզում ան, հա, շատ բացասական, բայց ժամանակի ընթացքում սկսում է փոխվել ինքը։ Մեծանում է, խելացիանում է, ավելի ոնց որ պահանջված դառնում իր ընկերների կողմից։ Քո շրջապատում շատ Արնոներ կան։ Դա հարց է։ Դա արդեն թող մնա գաղտնի։ Ամեն մեկը իր խորքում մի Արնո է, այո։ Իսկ այս շատ հետաքրքիր է, ձեր ընկերները դպրոցում նույն կերպ ոգևորված են, այնպես ինչպես դուք եք խոսում իմ նախագծի մասին։ Իրանց համար էլ հետաքրքիր ինչ արձագանքներ եք լսում։ Դե ես դպրոցում լսեցի ինչ որ ասում եմ, այսինքն մենք սովորացնում ենք այն, ինչը դպրոցում չեն սովորացնում։ Ու նույն արձագանքը կար նաև աշակերտների մոտ, նրանք զարմանում էին, որ տենց բաներ կան էլի ընդհանրապես։ Տենց շատ հումորային, նախ հումորն է շատ, այսինքն համատեղություն է, էլի, հումոր, ինֆորմացիա հավելյալ հետաքրքիր, ու շատ հետաքրքրացնում է դա դիտելը եւ շատ ուրախ են։ Եվ ունենք Կարեն Ամյան, դերասանների հետ աշխատում է, իհարկե երիտասարդներ են, ոչ բոլորն են կադրին սովոր իրենք մեր տաղանդավոր դերասաններից բացի կան երեխեք, ում հետ ժամանակ ապետք որ անցկացնի, հասկացնի կադրը ինչ է, իրանց այդ արագախոսությունը օրինակ, ոնց իրանց պահեն, դա ժամանակախլում, նկարահանման հրապարակում մի քիչ երկար է։ Դե ոչինչ, դուք սկսնակների եմ մի քիչ ավելի խնայողաբար նրանց կմոտիկան։ Բայց հա բոլորի հանդեպ այդ մանրակրկիտ աշխատանքը տարվում է, դրա համար ասում եմ հրաշալի թիմ ունենք։ Կարելի է բարձրաձայնել այն մասին, որ մեր բախտը բերել է, որ մենք ունենք Կարեն Ամյան, ինչը որովհետև դերասանի կողքին դերասանի մեջքին հետևում պիտի լինի ռեժիսոր, ով գիտի ինչ է ուզում եւ կարտինքան ինքը ամբողջությամբ տեսնում է։ Լիլիթ, ինչ արձագանք է ստացել առաջինից ու հետաքրքիր է երկրորդից մարդկանց սպասումները ոնց են։ Շատ լավ, վատ բան չեմ լսել կամ ինձ չեն ասել։ Գիտես վատն է, դες բան չի եղել։ Կոմենտները կարդում ես։ Բայց կարդում եմ կոմենտները ու լավ բաներ, այսինքն երեխաները այդ ոգևորությունը որ տեսնում են, թեկուզ են որ մեջտեղում հա լավ դե էս ինչը, դրան ուշադրություն չեմ դարձնում, որովհետև այն ոգևորությունը սենց գալիս ու ծածկում է միանգամից։ Դրա համար կարծում եմ շատերը սպասում էին երկրորդ եթերաշրջանին, ինչ շատ էին հարցնում լինելու, չի լինելու, մենք գաղտնի էինք պահում մինչև այն վերջին վայրկյանը,
ու այդ բումը եղավ ու բոլորը շատ ուրախացան, ասեցին թե մենք սպասում էինք։ Սաթենիկի եկեք առաջական ծափարություններով տեղափոխել խոհանոց։ Կամ եթե ինչ-որ կախարդական խոսք կա, ինչ-որ մի բան կա ձեզ մոտ։ Էսա մեր կախարդական։ Սաթենիկի ծափարություններով ունենք Սաթենիկին։ Ընկերով էր Սաթենիկը։ Ընկեր Ադամյանն ճանապարհ ենք խոհանոց, որպեսզի Ընկեր Ադամյանը նաև խոհանոցում աշխատում գործից հետո Բուֆետում ֆրիլանս բան։ Ֆրիլանսեր, այո, երեկոյան տարբեր միջոցառումների լա մասնակցում։ Հիմա նաև պատմեք եւ ասեք այն հեռուստադիտողներին, ովքեր պատրաստվում են ձեր պրեմիերան դիտելու։ Ինչ ունեք նրանց ասելու։ Բարի դիտում։ Բարի դիտում, առաջինը։ Հետո մենք ունենք շատ նոր կերպարներ, որը ավելի է հետաքրքրացնում սիթքոմը եւ նույն Արնոն, շանտաժիստ, մաքուր։ Շանտաժիստ, մաքուր։ Հետո մեր կերպարներն շատ ավելի այն ժամանակ տանն էին ավելի կատարում իրադարձությունները, հիմա արդեն դպրոցում դասարանցիների հետ մի խոսքով մեզ են ավելի լավ բացահայտում Արտեմին եւ Գիսանեին, տեսնում են ուրիշ կողմից, ինչպես են իրենց դրսևորում դասարանում, դպրոցում, մի խոսքով։ Կարծում եմ շատ ավելի հետաքրքիր, բացահայտված ու ինֆորմացիա լեց։ Նոր բառ, ինֆորմացիա լեցուն։ Գիտեք, շատ կարևոր հանգամանք է դերասանի արտիստի համար աշխատել մի միջավայրում, որտեղ դու սիրով ես գնում, աշխատում ես սիրված մարդկանց հետ, աշխատում ես կոմֆորտ Քեզ հարմար, հաճելի միջավայրում եւ ամենակարևորը շատ հաճելի եւ հարմար միջավայրում եւ նաեւ այնպիսի նախագծում, որը իր մեջ ուսուցողական բնույթ եւ միտում ունի։ Ես ուղղակի մաղթում եմ, որ ձեր ամբողջ կյանքում ունենաք նմանատիպ լավ դրական նախագծեր, որ 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ սեզոնների առաջարկների հենց կան առանց մտածելու միանգամից։ Դուք եթե 7 սեզոն անեք, կարող եք քիմիա, ֆիզիկա նորմալ տակ ընդունվեք, այդքան բան կսովորեք։ Իդեպ նաև խորհուրդ ենք տալիս մեծերը նայել, սա առանց կատակ է ասում, որովհետև կան բաներ են, որ դու չես հիշում կամ ընտանեկան դիտման համար է ավելի շատ, քան առաջինը որ նայում եմ, ավելի ինքը շեշտը դրված էր երեխաների վրա, բայց այս մեկը որ ավելի շատ են կերպարները ու համել մեծ կերպարները շատ են, ինձ թվում է մեծերին էլ արդեն կհետաքրքրի էլի, որովհետև իրավիճակներ էլ կան, որ նաև մեծերն էլ հաստատ առասարակ մեծերը մեր կյանքը քայքայել են։ Շնորհակալություն շատ, ձեզ լավ դրական օր ենք մաղթում, հագեցած պետք է ասեք ձեր նկարահանումներին, շնորհակալություն, ձեզ լավ օր ենք մաղթում։ Իսկ ձեզ սիրելի հեռուստադիտող, շտապ ենք ներկայացնել արդեն շատերին հարազատ դարձած մեր գործընկերոջը Goods AM-ին, որը բազմաթիվ ընկերությունների եւ ընտանիքների անբաժան մասն է կազմում, եւ դարձել է անբաժան ընկեր իր լավագույն առաջարկներով, բացի այն, որ Goods AM-ը բացառիկ հնարավորություն է ընձեռնել մեր հայրենակիցներին ձեռք բերել բոլորի կողմից շատ սիրված IKEA բրենդի ապրանքները, նաև արդեն կարող եք ձեռք բերել տնտեսական, կենցաղային եւ սպորտային ապրանքներ, որոնք իդեպ շուկայական արժեքներից անհամեմատ ցածր են։ Գուցե աչքի են կնում նաև հաճախորդների ունեցած անմիջական կապով, սպասարկման որակով նախքան գնումներ կատարելը, ուղղակի գրեք կամ զանգահարեք ու կստանաք տվյալ ապրանքի վերաբերյալ մանրամասն սպառիչ պատասխան։ Չմոռանանք նշել, որ ամեն շաբաթ առաջարկի բաժնից թվով 10 ապրանք, որոնք այս պահին ձեր էկրաններին են, այո, կարող եք ձեռք բերել ինքնարժեքով Goods AM քո on-line հիպերմարկետը։ Հիմա խոսքը փոխանցենք Սաթենիկին, ամենահամեղ հատվածն է, բոլորիս կողմից սիրված, հոտը տարածվել է, նշանակում է, որ տրամադրությունը իդեալական է։ Սաթենիկ, Էլիզա, բարի առավոտ։ Շնորհակալություն խոսքը փոխանցելու համար, Կոկնոցը կա, Էլիզան կա, Ջերրիեփուկը կա, հավատարիմ հեռուստադիտողները կան։ Էլիզա, ասա, ինչ ես պատրաստել, քանի որ ես եմ պատրաստել է Սաթենիկ։ Այո, այսօր ես պատրաստել եմ այսպես նախաճաշ եմ անվանում, բայց իհարկե օրվա առաջի կեսը կարելի է օգտագործել շատ արագ պատրաստող, հա, հիմա առավոտյան մինչև ժամը 12-ը հիանալի է այս համադրությունը, որովհետև շեշտեցի, այստեղ երկու կենթանական սպիտակուց է համադրվել։ Առաջարկում եմ պատրաստեք, փորձեք եւ չմոռանաք օրը ճիշտ սկսել եւ առհասարակ մեզ առողջ ապրելու համար պետք է 3 այսպես հստակ կետ՝ ջուրը, ջրի ճիշտ քանակը, առողջ սնունդը, որը մենք առաջարկում ենք յուրաքանչյուր երկուշաբթի եւ մարզումները, որը ես առաջարկում եմ միշտ գոնե 2 րոպե սկզբունքով յուրաքանչյուր օր տրամադրեք ժամանակ եւ մարզվեք։ Եվ իհարկե այդ մարզումները եւս մենք առաջարկում ենք մեր եթերում։ Դե ինչ Սաթենիկ, կարծում եմ մեր մարզիչ, մեր սննդաբան։ Այո։ Շնորհակալություն Էլիզա, հեռուստադիտողների արձագանքը ես տանում եմ
ունենք հեռուստադիտողներ, ովքեր արդեն մարզումներին զուգահեռ պատրաստում են այն համեղ կերակուրները երկուշաբթի օրվա հատկապես, որը առաջարկում ես դու։ Շնորհակալություն։ Անհամբեր սպասելու ենք մյուս երկուշաբթի երբեք գալու ձեր խորհուրդներով եւ առողջ սննդով։ Մենք ձեզ շատ սիրում ենք, հավատացեք, շնորհակալ ենք ձեզ, որ ձեր օրը սկսում եք մեզ հետ։ Կհանդիպենք վաղը։ Իզայր երկուշաբթի։ Հասան ձեր համբուրները բոլորին եւ այսպեսին էր այսօրվա բարի լույսը, շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Ամեն ինչից խոսեցինք, եղանակից, սպորտից, մշակույթից, սիտկոմից, գիտկոմից եւ այսքանով ավարտենք։ Բան չմնաց, բայց իհարկե շարունակելու ենք մեր հագեցած եթերները մնացած բոլոր աշխատանքային օրերի ընթացքում, այնպես որ ձեզ դրական ժպիտներով լեցուն արևոտ օր ենք մաղթում։ Հաջողություն։